Պարոն Խաչատրյան, քանի որ հարցեր հնչեցնելու հնարավորություն չունեցա, փորձեմ ելույթով հարցերը շարադրել։ Տեսեք, միայն այն հանգամանքը, որ ընդամենը 16,000 բնակարան է տրամադրվել, նշանակում է, որ ծրագիրը որպես այդպեսին լավ չի աշխատում։ Ես գիտեմ, որ դուք ձեր ելույթում ասում եք, որ արդեն այդքան բնակարան տրվել է, բայց ընկալմամբ դա ընդամենը 16,000 բնակարան է, եւ իմ բոլոր շփումները գալիս են այն եզրակացության, որ տրվող գումարների չափը բավարար չէ։ Դուք այս ամբիոնից իհարկե ասում եք, որ օրինակ 5 միլիոն տրամադրվում է տարբեր համայնքներ, հիմնականում մարզային բնակավայրեր, սահմանամերձ բնակավայրեր, բայց պարոն Խաչատրյան, այն մարդիկ, որ պետք է ընտրեն, որտեղ բնակարան ձեռք բերեն, հիմնականում կապում են այն հանգամանքի հետ, թե որքան ինչ զբաղվածություն պետք է ունենան։ Այսինքն նախ եւ առաջ զբաղվածություն, ինքնազբաղվածություն ապահովելու հանգամանքով պայմանավորված նոր ընտրում են համայնքը։ Հետևաբար ես կարծում եմ, որ այն գումարը, որ տրամադրվում է Երևանի եւ մերձ Երևանաբնակ համայնքների մասով, պետք է բարձրացվի, այսինքն առնվազն 4 միլիոն լինի, եթե չասեմ նույնիսկ ավելին։ Հետևաբար հարցադրումս հետևյալն է. 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ արդյոք քննարկել ծրագիր, որով կավելացվի գումարը կոնկրետ այն բնակավայրերի մասով, որտեղ հիմնականում տեղակայված են արցախցիներն, իսկապես զբաղվածության խնդիր լուծելու հանգամանքով պայմանավորված։ Եվ երկրորդ հարցս հետևյալն է, ես ուզում եմ հասկանալ, թե մինչև այսօր որքան գումար է ներգրավել վարկերի տեսքով կամ այլ տրամադրվող գումարների տեսքով կոնկրետ արցախցիների խնդրի լուծման մասով։ Արնիկ Դանիելյան